այսինքն Լուսինե ջան, մեր այսօր ԿԿԲ-ն էլ պետք է զգուշ են ուշադրել, որ այս թուրքը չսարքի, թուրքը կարա սարքի Նիկոլի խփեն, ստեղ Նիկոլի խփեն, որ ինքը ասի ֆակտ տերորիստներ են, զորքը կողի Հայաստան, հասկանում եք, այս բանը, ես ոչ թե դոդիկավարի մեր մյուս քաղաքական գործիչներն ասում եմ, ոչ միայն սահմանադրական ճանապարհ, եթե տեղը կա, զենքը ես կվերցեմ, ես կխփեմ, խփելու փորձ կանեմ, կոչել կանեմ, հասկանում եք, ես դոդիկ չեմ, ոչ էլ բան եմ, բայց եթե հայրենիքի, բայց այդ պատերազմ չենք վերցում, դի մարդ ես ուզում սպանես, բայց ստիպված ես վերցում զենքը դեպի չէ, ես թեկուզ թուրք պատերազմող երկիր ենք ի վերջո, պաշտպանության թեկուզ թուրք մարդու ես կյանքում չեմ ուզի սպանել, Լուսինե ջան, բայց որ պատերազմը ստիպված է, մեզ կռվում ես, էլի չնայած ես անձամբ պրիձելները սաղ պահել եմ մարդկային պատերազմը, նույնն այստեղ, եթե պետությունը բռնազավթված է, եթե պետք է զենք էլ վերցես ձեռդ, պետությունը ազատագրես, դա նորմալ է, բայց կոնկրետ հիմա Հայաստանում զինված հեղաշրջում եթե արվի ու հաջողի, դա կլինի Հայաստանի պետականության կորստի, եթե դրսից դաբրո ունենանք ուրիշ բան, ռուսը ասի հարց չկա, դեր եմ, էդի ուրիշ բան, բայց եթե ռուսը չի խառնում, ռուսից դաբրո չկա, ստեղ հենց փորձի տանես թուրքը մտնելը, ռուսն էլ կասի թո մտնի նա թուրքը սանց կզծնի, նոր ես կգամ փրկելու սանց, որ սրանք հասկանան ես ով եմ, հասկանում եք ռուսի շահն էլ ստեղ որն է